Սիրելի ներկաներ, ջեր ծափողջուններով դիմավորեք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին։ Մեկնարկում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը։ Մեկ հարկի ներքո են համախմբված տարբեր ոլորտների հեղինակավոր դեմքեր, ճանապարհ անցած մարդիկ, որոնք այս ամիսներին օր ու գիշեր իրականացրել են ահռելի աշխատանք, ներկայացրել առկա խնդիրների լուծման իրենց տեսլականը։ Մինչև շնորհանդեսը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը հայտնեց, որ տեղի է ունեցել ԲՀԿ հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվել է նոր քաղաքական խորհուրդ, հաստատվել է ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակը, իսկ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ։ Շնորհավորում ենք, պարոն Ծառուկյան։ Մաղթում ենք արդյունավետ ու արգասաբեր աշխատանք, ի բարօրություն և ի բարգավաճում Հայաստանի Հանրապետության։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը մեր երկրի հետ պատերազմյան վերականգնման ամբողջական ծրագիր է, որպես առաջիկա տարիների տեսլական թիմը ժողովրդին առաջարկում է երաշխավորված խաղաղություն, հավասարակշռված դիվանագիտությամբ, հզոր դաշնակիցներով, որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։ Այսօր Հայաստանի անվտանգությունը չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Ներկայիս իշխանությունները ասում են սահմանին հիմա հանգիստ է, ոչ ոք չի զոհվում։ Բայց սահմանին հարաբերական լռությունը անվտանգության մակերեսային պատրանք է։ Որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Սա փակուղի է։ Եվ մենք պետք է դա կանխենք։ Գլխավոր հարցը այսօր հետևյալն է. ոչ թե ինչպես խուսափել ճնշումից, այլ ինչպես այն դարձնել անհնար։ Մենք ունենք պատասխանը, սա տեսություն չէ։ Սա անվտանգության գործնական բանաձևն է։ Հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ։ Հավասարակշռություն, որպեսզի մեր վրա չգործադրվի ճնշում։ Զսպում, որպեսզի որևէ մեկը չփորձի խախտել համաձայնությունները։ Երաշխիքներ, որպեսզի պայմանավորվածությունը դառնա պարտավորություն։ Միայն այսպես է հնարավոր ունենալ և անվտանգություն, և կայուն խաղաղություն։ Հիմա հաճախ ասում են, փոփոխությունները վտանգավոր են և անխուսափելիորեն կբերեն աղետալի պատերազմ։ Վտանգավորը չփոխվելն է, վտանգավորը թուլանալն է, վտանգավորը սպասելն է գործելու փոխարեն։ Թիմում մոտեցումը սկզբունքային է, երկրի առաջ ծառացած բոլոր բարդ խնդիրներն ունեն լուծումներ, ամենակարևորը կա փորձ, ներուժ, բավարար կամք ու նվիրվածություն։ Բոլորովս այստեղ ենք ձևավորելու իրական այլընտրանք, որտեղ պետությունը ծառայում է մարդուն, տնտեսությունը հասարակությանը, իսկ քաղաքականությունը դադարում է լինել բաժանման գործիք։ Այս համագումարը մեկնարկ է մի ճանապարհի, որտեղ պետք է վերականգնենք վստահությունը պետության, քաղաքականության և ապագայի նկատմամբ, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությանը։ Հունիսի 7-ը շրջադարձ է, որը առաջարկ Հայաստանինը դարձնելու է
Հայաստանի առաջարկը աշխարհին։ Մեր ժողովուրդը մեզանից սպասում է լուծումներ։ Ինչպես դուրս գալ այս խիստ վտանգավոր իրավիճակից։ Մեր հանրությանը պարակտել են, թշնամացրել են, վախեցրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ապա հուսահատեցնելու ենք եւ հզորացնելու ենք։ Նրանք, ովքեր համախմբվել են եւ ընտրություններին մասնակցելու են Բարգավաճ Հայաստանով, չեն վախենում իշխանական պատասխանատվությունից եւ պատրաստ են վերցնել այդ բեռը։ Երկրի հյուսիսային դարպաս Գյումրին ռազմավարական կետ է Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Պատահական չէ, որ ծրագրում քաղաքի զարգացման 7 նախագիծ է ներառված։ Գյումրու զարգացումը Հայաստանի զարգացումն է։ Ընդդիմադիրները այս համապետական ընտրություններին նույնպես կգտնեն համախմբման ձևը, մի կողմ տնելով իրենց տարաձայնությունները, քանի որ ընդդիմության անելիքը մեկն է, այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն։ Գյումրեցին իր հաստատական բնավորությամբ ու սկզբունքայնությամբ ապացուցեց, որ անպարտելի իշխանության թեզն ընդամենը միֆ է։ Խոսքը սիրով փոխանցում եմ 44 օրյա պատերազմի մասնակից Էլի Եղյանին։ Պատերազմից հետո Հայաստանի վերականգնման ու զարգացման ճանապարհին կարևոր դերակատարում ունեն այն տղաները, որոնք զենքը ձեռքին պաշտպանել են հայրենիքը։ Նրանք առանձնահատուկ են, արժանի լավագույնին։ Պարտությունն ու Արցախի կորուստը մեզ շատ կոտրեց որպես հասարակություն։ Շատերը համոզում են, որ մենք խեղճ ենք, որ մենք թույլ ենք, որ մենք պիտի ապրենք որպես պարտված ու հանձնված երկիր։ Ես ուզում եմ իմ սերունդակիցների անունից ասել, որ մենք մեզ չենք համարում որպես կոտրված ու խեղճ։ Մենք որպես ժողովուրդ, որպես զինվոր, որպես հասարակություն չենք պարտվել։ Պարտվել են սխալ որոշում կայացնողները։ Իմ սերնդի համար կարևոր է հավատալ մեր երկրի ապագային։ Կարևոր է, որ մենք մնանք Հայաստանում եւ այստեղ ստեղծենք մեր հաջողության պատմությունները։ Իմ սերունդը կռվել է։ Իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել։ Իմ սերունդը խեղճ չէ։ Մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք։ Մեր աշխատանքով, հմտություններով, մեր պայքարով։ Առաջարկ Հայաստանին ծրագրում տեղ են գտել նաև երիտասարդության, կրթության, զբաղվածության, առողջ ապրելակերպին առնչվող հարցերը։ Առաջնահերթություններից է թմրամոլության դեմ անզիջում պայքարը։ Երիտասարդների համար պետք է առողջ միջավայր ապահովվի։ Պարոն Ծառուկյան, ձեր նախաձեռնությամբ 1000-ից ավելի ներկայացուցիչներ սկսեցին մարզաշխարհը հանուն առողջ սերնդի ծրագիրը։ Սա թմրամոլության դեմ միասնական պայքարի կոչ էր։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը թմրամոլության, թմրամիջոցների շրջանառության խնդիրը դարձրել է օրակարգային կարևորագույն հարցերից։ Երիտասարդներս այսօր այստեղ ենք ոչ միայն խոսելու, այլ գործելու, ոչ միայն առաջարկելու, այլ իրականացնելու։ Շնորհանդեսի եզրափակիչ խոսքը Գագիկ Ծառուկյանինն է։ Հենց նրան է հաջողվել մեկ գաղափարի շուրջ համախմբել կարող ուժերի, անհատների, Հայաստանի ապագայով մտահոգ հազարավոր մարդկանց ստեղծել աշխատելու բոլոր հնարավորությունները։ Հարգելի սիրելի գործընկերներ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ձեր բոլորի ողջունել։ Շատ հիացած եմ, տպավորված եմ, տեսնելով այս ջերմությունը։ Իմ թիմակիցները Ես մի շաբաթա ելույթ են պատրաստում, գրում են, ջնջում են, ներկայացնում են։ Ես բնական իրական մարդ եմ։ Կյանքը տեսած օրական աշխատող ընտանիքից պատկերացնում, ապագորգոր բաներ չեմ ասում, ինչ որ ասեմ հասկանալով, պատկերացնելով, խնդիրը եւ դրա լուծումը։
Դրա համար ես ելույթ տվեցի Արմենին, ուզում եմ այն ինչ որ պատկերացնում եմ, ասեմ իմ թիմակիցներին իրենց աչքերի մեջ նայելով։ Բոլոր այստեղ հավաքվածները, կան բոլորի հետ հանդիպել եմ, քննարկել եմ, կան ոլորտի, որ մարդիկ ոլորտներում ես դերեք ունեն, դերակատարությունը, հարգանքը, արդյունավետությունը, ձեռագիրը, իսկ մեծությունը, գիտելիքը, ու շատ տպավորված եմ տվյալ մարդկանցով, որ իրոք ում հետ խոսում ես, որ այսօր այսպես չի լինի, մենք ամբողջ աշխարհի հայությամբ նեղված ենք, կոտրված ենք, պարտված ենք, հարկավոր է սա դնել մի կողմ, միասնական, ով ինչ կարող է անել, նա անի։ Հիմնական պետք է լինի արդարության սկզբունքը։ Կապ չունի կուսակցական պատկանելություն, կապ ունի մարդը, արդյունքը, գիտելիքը։ Այսօր կնճռոտ հարցեր կան երկրի բոլոր ոլորտներում, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր հստակ լուծումը, համոզմունք է հայտնում Գագիկ Ծառուկյանը, հավելում, որպես ամեն ինչ զրոյից ստեղծած մարդ գիտի հաջողության բանաձևը։ Ես Գագիկ Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Կառուցել եմ գործարաններ, կառուցել եմ դպրոցներ, կառուցել եմ մանկապարտեզներ, կառուցել եմ եկեղեցիներ, կառուցել եմ բնակարաններ, կառուցել եմ հյուրանոցներ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր եմ կառուցել։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես շրջում եմ հանրապետության մեջ, եւ բոլորն դա գիտեն, տեղ չկա առած բան չունենամ, տեղ չկա օգնած չլնեմ։ Ասում են ինչքան որ դու անում ես, Աստված քեզ ավելի շատ է տալիս։ Այսօր մի մարդը ոչ մի բան չի կարանի, ով ուզում ես եղի, ուզում ես Ծառուկյան եղի, ով ուզում ես եղի։ Պետք է մարդուն հասկանան, վստահեն, կանգնեն կողքը։ Կա խնդիրը, կա խնդրեմը, կա լուծումը։ Ձևն էլ գիտենք, կազմակերպելն էլ գիտենք, ուղղությունն էլ գիտենք։ Երբ որ վերցրել եմ Օլիմպիական կոմիտեն, 2 օլիմպիական խաղեր, մեդալ չենք ունեցել, ոչ մի հատ։ Կարողացել եմ հավաքել իմ թիմին։ Քննարկել ենք, դրել ենք, գումարներ ենք դրել, դպրոցներ ենք կառուցել, գույք ենք տվել, եւ մյուս օլիմպիական խաղերին արդեն 6 հատ մեդալ ենք ունեցել։ Դա ասում են, որ անհնարին բան չկա, ժողովուրդ։ Միասնական պետք է լինենք, իրար կողք կանգնենք։ Առաջարկ Հայաստանին ծրագրում ներառված են բոլոր ոլորտները, անվտանգությունից մինչև տնտեսություն ու առողջապահություն, կրթությունից մինչև գյուղացու հոգսու խնդիր։ Գյուղացին բերք ու բարիք ստեղծող է, սահման պահող է գյուղացին։ Մարդիկ նստած պատերի տակ, պարտքերի վարկերի տակ։ Մենք ունենք 480,000 հեկտար հող, որը 140-ն է մշակվում։ Պետք է տրամադրեն, հատկացնեն, ինչ որ անհրաժեշտ է գյուղացուն, իր հողատարածքի չափով, որ այդ մարդը բերք ու բարիք ստեղծի մեր ժողովրդի համար, սահմանը պահի, որ այդքան թանկություն էլ չլինի, որ դրսից այդքան ներկրում էլ չլինի։ Պետությունը ոնց որ ընտանիքի հայրը, դու չես կարող ընտանիքի անդամներին մեկին լավ նայես, մեկին վատ նայես։ Նույնն էլ պետությունն է, պետք է կարողանա ստեղծի, այսօր 30 տարի, թոշակը 30-40,000 դրամ է։ Ցավը տանեմ, պետք է կազմակերպի, ինչ արտադրենք, ինչ ստեղծենք, ինչ կարողանանք համատեղ, միասնական, որ զարգանա, բյուջեն ավելանա, որ թոշակն էլ բարձրանա, դառնա 50,000, դառնա 100,000։ Կրթությունն ու առողջապահությունը պետք է անվճար լինի, ժողովուրդ։ Մեր ժողովուրդը 90%-ը վարկի տակ է։ Ծնողին պետք է վիրահատեն, երեխային պետք է վիրահատեն, գումար չկա, միլիոն, 2 միլիոն։ Ուրեմն պետք է տունը տանի, դնի վարկի տակ, որ գումար վերցի, իմանալով, որ ինքը դուրս է մնալու, բայց նա չի կարող չկատարել։ Պետությունը պարտավոր է կազմակերպի, բյուջեին գումար լինի, որ ինքը կարողանա այդ խնդիրը կարգավորի։ Այո, գույքահարկը պետք է պակասացվի, այսինքն հիմա բարձրացել է 60%, էլի ուզում են 40-ել բարձրացնեն, չի կարելի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ, դասախոս, բժիշկ, գիտնական, արվեստագետ, ծառայող, գյուղացի, բանվոր, խոսալով եւ մարդկանց մոտ դասում եմ ընտրություններից առաջ, որ պարոն Ծառուկյան ասում, այ որ մեկը լինի, անձնական շատ չունենա, իր պաշտոնի համար չպայքարի, այ կազմակերպին լավ մարդկանց համախմբի, այն մարդիկ, ովքեր ոլորտ են զարգացնում, ովքեր իրոք ձեռագիր ունեն, գիտելիք ունեն, փորձ ունեն, որ կարողանան համախմբել միասնական, ժողովուրդն էլ կայնի կողքը դա իրականացնի։ Այսօր ես որոշել եմ, որ ժողովրդի ցանկությունը մենք պետք է կատարենք։ Ես Ծառուկյանս ոչ անձնական շահ ունեմ, ոչ էլ որևիցե պաշտոնի ցանկություն ունեմ։ Ես դա հայտարարել եմ մեկ անգամ եւս հայտարարում եմ։ Պատրաստ եմ միասնական կազմակերպելու, աջակցելու, ստեղծելու, որ մենք այս վիճակից դուրս գանք։ Ազգովի
Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է նաև փոքր ու միջին բիզնեսին, ընդգծում արտոնությունների անհրաժեշտությունը, որպես օրինակ հիշեցնում իր նախաձեռնության մասին։ Փոքր ու միջին բիզնեսը դա ցանկացած երկրում պետության ողնաշարն է։ Ու մեծամասնությունը ժողովրդից զբաղվում է փոքր ու միջին բիզնեսով։ Եվ փոքր ու միջին բիզնեսին պետք է արտոնություն հրավություն տան, մինչև իր կայանալը։ Եթե նա արդեն կայացել է, իր ստեղծածը, իր արտադրանքը, իր մշակածը, կարողանում է իր տունը պահելուց հետո ավելորդ գումարներ հավաքի, բարձրան նա պարտավոր է արդեն հարկեր վճարելու։ Բայց այն նորացիլ ծիլերը հələ չծլած, որ կարողանա պետք է ասենք թե չորանա հարկերի տակ, турքերի տակ, դա արդեն երկիրը չի զարգանա։ Ինձ դիմել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որտեղ հատկացնեմ իրենց տեղից հանել էին, հատկացրել եմ, տվել եմ, կառուցել եմ, առինչ մոլի մասին եմ ասում, կառուցել եմ, հանձնել եմ, ասել 1 տարի ձեզ ժամկետ, դուք ոչ մի վարձ մի վճարեք, գնացեք, կայացեք ձեր վարկերը, պարտքերը փակեք, ճանաչում ձեռք բերեք։ Մի տարի հետո լրացել եմ, մոտեցել են։ Պարոն Ծառուկյան, շատ շնորհակալ ենք, ահագին կարգավորվել ենք, մեջներս ուղղել ենք, բայց որ մի տարի էլ ժամանակ տաս, շատ շնորհակալ կլինենք։ Մենք էլ ենք ուզում լավ ապրենք։ Տեսնեք, որ ժպիտով, քաղցր, մարդկանց դեպքին փայլկա։ Ասեմ ձեր ցավը տանեմ, մի տարի չէ։ 2 տարի եմ ավելացնում։ Ես Ժողովուրդ, ես այդ մարդն եմ, կամեցող մարդ եմ, մարդու ուրախությամբ, ժպիտով, լավ ապրելով ես ուրախանում եմ։ Երիտասարդությունը այն ուժն է, որն իր նոր գաղափարներով, համարձակությամբ ու նվիրումով առաջ է տանում մեր երկիրը, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պատահական չէ, որ առաջարկ Հայաստանին ծրագրի մշակմանն իրենց դերակատարումն են ունեցել նաև երիտասարդները։ Երիտասարդությունը մեր ապագան են, մեր արժանի փոխարինողներն են, մեր երկիր պահողներն են։ Ազնարեցի երիտասարդությանը մասնակցեն մրցույթին, երիտասարդությունը ուսանողությունը ներկայացնի, իրենց խնդիրն ու պրոբլեմը որն է այսօր։ 20 օր անցել է վետային ասում եմ վետա, առաջարկ կա ուսանողության կողմից, ասում եմ մի հատ, 2 հատ, պարոն Ծառուկյան։ Ես անհանգստանում ասում լավ, իրոք, որտեղ այսօր խոսում են, չէ, որ մեր երիտասարդությանը ոչ մի բան չի հետաքրքրում։ Ասում կարող է իրոք այդպես է։ Մտահոգվել եմ, մտածում եմ։ Ու հանգարցակի Քրիստոսյանի շինարարությանը ուսանողի ինձ հարց է տալիս։ Պարոն Ծառուկյան, բայց այդ մրցույթը որ կազմակերպել եք արդարացիա լինելու։ Ասում իհարկե, ես անձամբ հետևելու եմ, ու մի շաբաթ հետո 4-ից 500 առաջարկ։ Ուտեղից մենք 100-ից 150 առաջարկ ընդունեցինք, որը այսօրվա անհրաժեշտ իրոք խնդիրներն էր, եւ ես իրենց հրավիրեցի, ասեցի, եկեք մեր ընտանիք, մեծ ընտանիք, միասնական այդ ծրագրերը կյանքի կոչենք ձեր գլխավորությամբ, ձեր առաջարկով։ Ուսանողը ինձ հարց է տալի, պարոն Ծառուկյան, դուք այդքան ասում եք, մենք ձեզ վստահում ենք, հավատում ենք քո խոսքերին։ Կարմիր դիպլոմով ավարտել եմ, ու ինձ աշխատանք չկա։ Ոնց կարող է երկրում կարմիր դիպլոմով ավարտած երեխան աշխատանք չունենա։ Մարդը հիասթափված պետք է գնա կամ բանվորություն անի կամ երկից գնա իր գործը գտնի։ Ճիշտ է թե ոչ։ Երեխան հույս ունենալով հələ չավարտած 6 ամիս առաջ պետք է առաջարկներ ներկայացնեն իրենց, որ ասեն, ես ինչ տեղ ես նախարարությունում, կառավարությունում, ես բաժնում, ես վարչությունում, ես ինչ տեղերը կան, ես ինչ աշխատավարձով, որ ուսանողը ուսումնասիրի նա իրան որնա ձեռնատու գնա։ Ուսանողությունը պետք է գնահատված լինի, իմանալով, որ հաղթել է ուժեղը, բանիմացը, խելացին, աշխատողը, չարչարվողը։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը մարդկանց մասին է, որը գրել է սովորական ժողովուրդը, լավագույն մասնագետների հետ, արդարություն, համերաշխություն, արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։ Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում է, ինչպիսի Հայաստան են իրենք առաջարկում։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը երբ որ կազմել ենք, նոր ծրագրի ձև ենք մշակել։ Ոչ թե մարդիկ կաբինետում նստած լուրջ դեմքերով ծրագիր են կազմում, այսինքն ոչ, ծրագիրը կազմել են ժողովուրդը, իրենց խնդիրն ու պրոբլեմը ասելով, լավ մասնագետների, մեր մասնագետի հետ, ինչն է խնդիրը, ինչ է պրոբլեմը եւ ինչ է դրա լուծումը։ Որ մենք այսօրին ենք, այդ սխալ նշանակումներն են։ Կառավարության կազմը ստեղծելը, ոլորտների նախարարներ նշանակելը, պետք է կապ չունենա կուսակցության հետ, ազգանունի հետ, բնակավայրի հետ, կապ պետք է ունենա մարդու արածը, ապրածը, իր արդյունքը։ Այսօր եթե ասեն սեպտեմբերին պատերազմա լինելու, կամ որեցե
ինչ որ պարտավորություն չկատարելու դեպքում պատերազմա լինելու։ Լավ ժողովուրդ ջան, դա համարում եք դուք խաղաղություն։ Այսօր մենք ասում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն։ Ցույց ստարոգրած լինի հզոր պետություններից 4-5-ը երաշխավորում են խաղաղությունա, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան, որտեղ չկան կեղծ բաժանումներ, արևմտամետներ, ռուսամետներ։ Այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը, հավելում՝ մեզ միավորում է երկրի շահը։ Ես չեմ ուզում վարչապետ, ձեր ցավը տանեմ, չասեք Ծառուկյանը հելելա իր վարչապետության համար մտելա ժողովրդին համոզում է։ Ոչ, դա ծանր աշխատանք է, մենք մեր թիմով պետք է ընտրենք, դուք էլ ներկա պետք է լինեք, որտեղ այսօր մենք ծանր վիճակում ենք։ Մեր պատկերացրած առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Ժողովրդին ասում եմ, ժողովուրդ ջան, ինձ ձայն մի տվեք, բայց գոնե գնացեք մասնակցեք։ Դուք ձեր մեջ գյուղով հավաքվեք կամ թաղով հավաքվեք, քննարկեք ով կարա դա անի։ Մարդը խոսում է, որ ընդհանրապես կյանքում քարը քարին չի դրել, բայց խոսում է կառավարությունից, խոսում է ճոխությունից։ Պետք է կապ ունենաս, անցած ճանապարհ ունենաս, փորձ ունենաս, պատկերացում ունենաս։ Այսօր մեր երկիրը ինչ ունի, ինչի պահանջարկ կա, տարածաշրջանում ինչ տեղում ենք, որ կարանք եւ կամուրջ հանդիսանանք, կարանք կազմակերպենք, մենք ոչ մեկի հետ թշնամի պետք է չլինենք ժողովուրդ։ Այնը որ սարքում է ռուսամետ, արևմտամետ, միայն ցանկանում են հարաբերությունները փչացնել մեր թշնամիները։ Մենք բոլորի հետ լավ պետք է լինենք։ Ի օգուտ մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության պետականության։ Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ով ավարտել եմ։ Ցանկացած ոլորտ տիրապետում եմ։ Գագիկ Ծառուկյանը խոսում է նաև մեգանախագծերի անհրաժեշտության մասին։ Առաջին քայլը ինքն է արել։ Քրիստոսի արձանի մասին այսօր աշխարհն է խոսում։ Մի ուշադրություն այսօր Հիսուսի արձանն է, որ մեր հայ ժողովուրդը ասելու բան ունենա։ Մենք աշխարհի առաջի քրիստոնյաներն ենք եւ ամենազորեղը, հզորը, ազդեցիկը մենք ենք, հայերս ենք։ Տեսնելով որ ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է, արդեն մյուսն էլ որոշել են, որ նոյան տապանը դնեմ։ Դա մեր պատմական հարստությունն է։ Մենք չենք կարողանում մեր եղածը աշխարհին ցույց տանք ժողովուրդ։ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում մեծարանքի է արժանացնում հայ կնոջը, որպես ուժի ու խիզախության խորհրդանիշ առանձնացնում հերոսներ ծնած մայրերին։ Հայ կինը, հայ մայրը աշխարհում միակն է, տարբերում է բոլոր կանացից։ Նրանք միայն մտածում են իրենց ընտանիքի, իրենց բալիկների, իրենց ամուսնու համար, անեն, դնեն, կազմակերպեն, դաստիարակեն ու բացի դա իրենց հերոս ցավը տանեմ, որ նայելով պատերազմ է եղել, կինը իր հերոսին կորցրել է։ 40-45 տարեկան, 50 տարեկան կին։ Պայքարելով չկոտրվելով, նորից լույս աշխարհաբերում նմանակին, աշխարհին ցույց տալու համար, ապացուցելու համար, որ մենք ուժեղ ենք, հզոր ենք, մենք ոչ մի բանից չենք վախում։ Ես ուզում եմ մի հատ բոլոր տղամարդիկ ոտքի վրա ծափարենք մեծ կանանց։ Հալալա իրանց, Աստված պահապան մեր բոլոր կանանց։ Թող իրենց ընտանիքներից անպակաս լինեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը ելույթն ավարտում է թիմակիցներին ուղղված հորդորով։ Անպայման պետք է մասնակցենք, իրար կողքի կանգնած, ոչ մեկին պետք է չնեղացնենք, դուք եք ես ոչ մեկի վրա ցեղ չեմ շպրտում։ Կարակ անեք, արեք, ասում եմ մենք սա կարանք անենք։ Ուսսի տված իրար կողքի կանգնած, գնանք առաջ, մեր ծրագրերը իրականացնենք, կյանքի կոչենք, հաղթահարենք, հաղթենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի գնահատի, որ մենք կարողանանք այդ խեղճությունից դուրս գանք։ Աստված պահապան մեր բոլորին, շնորհակալություն։ Հանդիսավոր նիստի ավարտին բեմ են բարձրանում մարդիկ, որոնք աչքի են ընկնում ամենօրյա սրտացավ աշխատանքով, նվիրվածությամբ։ Անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից նրանց միավորում են նույն գաղափարը՝ Հայաստանը տեսնել ուժեղ, զարգացած, երկիրը խաղաղ ու անվտանգ։
հային նորից հաղթանակած։ Պատմություն կա գրված, այս հողի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում, առաջարկ Հայաստանին, նոր սարքը քո սրտին, և խոսքը գործեր անում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու զանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։